Շենգավիթը ավելի հին է, քան Արատան։ Խորենացին ոչ թե պատմում եւ պատմում է, բայց որոշ հատվածներ ուղղակի ցիտատներ ա բերում։ Հնագետների գտածները պարզը որ ավելի հին են։ Բայց գրավոր վկայված պետականություն հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին անգամ ահա այդ պոեմներում է հայտնվում։ Ահա։ Շումերի բոլոր քաղաքները Միջագետքում են, բայց հեգեմոն քաղաքը Հայաստանում։ Հա։ Երթվում ասում ես Արատայից եմ, ես այդ հողի հալը տղեն եմ ոնց որ դու։ Ինչ պրոբլեմ կա։ Դուք գտաք այդ հարցի պատասխանը։ Հեռաստերից խոսալ անիծել դա մի հատ ուրիշ միֆոլոգիա է եւ այնտեղ աստվածներ են։ Արկա համանունները չեն կարող կրկնվել մեկ այլ լեզվով։ Եթե կրկնվում են, ուրեմն դա նույն լեզուն է։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր բանասեր շումերագետ Արմեն Դավթյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Դավթյան, բարով եք եկել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այսօր մենք նշենք մեր լսարանին, որ սենսացիոն բացահայտում է լինելու պարոն Դավթյանի օգնությամբ։ Առաջին անգամ բարեկամներ հայ գիտնականը շումերերեն սեպագրերը թարգմանել է եւ բացահայտել, թե ինչ է այնտեղ գրված։ Ինչի մասին են այդ վկայությունները, որքանով մեզ հետ կապ ունեն եւ իդեպ հայերիս որպես ազգ եւ որպես քաղաքակրթություն, մի ազգի բնորան տարածք, որտեղ ապրում ենք հազարամյակներ շարունակ։ Պարոն Դավթյան, ինչից սկսենք, չգիտեմ էլ ոնց ձևակերպեմ հարցս։ Ուրեմն սկսենք ձեր հարցի մեջ եղածը ճշգրտելուց։ Խնդրեմ։ Ուրեմն գիտությունը սենսացիաներ չի սիրում։ Բայց նաև գիտենք, որ գիտության մեջ հանդիպում են, պատահում են սենսացիաներ։ Հիմա այդ սենսացիա բառը մի կողմ ենք դնում ու սկսում ենք ավելի լուրջ խոսել։ Ախր մենք լրագրողները սիրում ենք այս սենսացիաները։ Ես հասկանում եմ, լրատվությունը սիրում է սենսացիա։ Այո։ Գիտությունը չի սիրում։ Գիտությունը սիրում է, որ եթե նույնիսկ սենսացիա է, եկեք մի հատ ստուգենք։ Կարող է սենսացիա չի։ Դա գիտության վարքագիծն է եւ նորմալ է։ Ուրեմն հիմա արդեն լուրջ խոսենք։ Համեցեք։ Ուրեմն շումերական սեպագրերը վերծանված են վաղուց եւ ահագին բան ճշտված է։ Խոսքը շումերական գրային համակարգի մասին է։ Երբ որ խոսում ենք Արատայի վերաբերող պոեմների մասին, պիտի ասենք, որ դրանք 4-ն են, որոնք կազմում են շարունակական ցիկլ։ Ինչպես էպոսի մեջ մեր Սանասար, Բաղդասար, հետո Մեծ Մհեր, հետո Դավիթ, հետո Փոքր Մհեր, այդպես սերնդեսերունդ արքաները, գլխավոր հերոսները Ուրուկ քաղաքի, Շումերի Ուրուկ քաղաքի, Ուրուկի հարստության արքաների, հերոսների, այսպես ասած, արկածներն։ Սա եւ Ուրուկի եւ Արատայի փոխհարաբերություններն են, որոնք պատմվում են որպես վիպերք։ Այնտեղ կան կրկներքեր, որ ակնհայտ ցույց են տալիս, որ դա նաեւ բեմադրվել է։ Հակառակ դեպքում կրկներքեր չէին լինի։ Երկվել են։ Ինչպես մեր էպոսի հատվածներ երկելով են պատմում, չէ՞։ Դառնամս զողոր մի տիտան եւ այլ, այսինքն ընդհանրապես ժողովրդական էպոսները նվագակցությամբ կամ երգչախմբով կամ մենակ ասացողները պատմել են։ Ինչպես բոդիսականն են պատմել, իլիականը, ինչպես ասենք սերբական այդ Մարկոյի մասին, որ Հովհաննես Թումանյանը թարգմանել է, չէ՞։ Մարկո Ռամազանին գինի է խմում, ասենք, այդ էպոսից կտորներ։ Այդ մարդիկ հազարավոր տողեր, անգիր, այսպես արտասանել են, տեղ-տեղ երգելով, ահա այսպիսի պոեմներ, վիպերքեր, որ եղել են նաև հայոց մեջ, որ օրինակ խորենացին հատվածներ է պատմում, բերում, ուղղակի ցիտատներ է բերում, որ Արտաշեսը մահանում է, ճոխ թաղում են անում, հետո
որդին արտավազդ ասում ավերակներից ինչպես թակավորեմ, այդ հատվածները դրանք իսկապես բանաստեղծական վիպերքի հատվածներ են, այսինքն խորենացին ոչ թե պատմում եւ պատմում, բայց որոշ հատվածներ ուղղակի ցիտատներ ա բերում։ Ասում Ազատ Նիվերի մասից կրկնվում է Ազատ Նիվերի մասից, այսինքն էլի կրկներքի են գործում։ Այսինքն ահա այսպիսի վիպերքեր են Արատայի մասին 4 վիպերքերը, որ ինչ որ մի պահի ինչ որ մի բանաստեղծ հավաքել եւ մշակել է, ինչպես պայմանական Հոմերոսն է մշակել, կամ Հովհաննես Թումանյանն է մշակել է Սասունցի Դավիթը։ Այսինքն պարզ է, որ ինքը չի հորինել ոչ կերպարները, ոչ սյուժեն, ոչ բայց ահա այսպիսի մի մշակման ենթարկված մի երևում է, որ բանաստեղծի կողմից կոնկրետ մեկի կողմից մշակված մի բան է, ահա այս 4 պոեմները, սրանք շատ կարևոր են հայկական լեռնաշխարհում հնագույն պետականության, որ գրավոր վկայված կա։ Իհարկե ավելի հները կան, որ հայտնաբերել են հնագետները։ Օրինակ Շենգավիթում պեղված է ավելի հին քաղաք, հնավայր, չգիտեմ, պաղանձի արդյունաբերություն եւ այլն եւ այլն։ Այսինքն հնագետների գտածները պարզը որ ավելի հին են, բայց գրավոր վկայված պետականություն հայկական լեռնաշխարհի տարածքում առաջին անգամ ահա այդ պոեմներում է հայտնվում։ Ահա։ Դրա նախորդը կոչվում է, այսպես ասած, նախապատմական շրջան, հենց որ պատմություն կա գրված, արդեն պատմական շրջան։ Այսինքն ահա այս պատմական շրջանում մենք ունենք Արատայի մասին վկայություններ եւ ժամանակին ենթադրել են, որ Արատան պետք է որ Հայաստանի տարածքում լինի, հայկական լեռնաշխարհում, որովհետեւ այդ պոեմներում պատմվում է Միջագետքից բարձր, իսկ Միջագետքում լեռներ չկան, այնտեղ որոշ վերապահումներով կարելի ասել նույնիսկ քարտ չկա։ Ավազներ հասնում են լեռնային երկրին եւ բարձրանում են հյուսիս, գետի հոսանքն ի վեր լեռնային երկրում, ահա այդ լեռների սրտում գտնվում է Արատը։ Այսինքն ակնհայտ է, որ մենք գործ ունենք հայկական լեռնաշխարհի հետ, ոմանք վիճում են, կա ենթադրություն, որ գուցե իրանական Սարահարթի մասին է խոսքը եւ ոչ հայկական լեռնաշխարհի, բայց դրանք բան չեն։ Իրանական Սարահարթի հետ կապված փաստակները շատ թույլ են եւ ավելի ամուր են հայկական լեռնաշխարհում գտնվելու հավանականությունը, որովհետեւ ընդեղից բերվում է ոսկի, արծաթ, անագ, պղինձ։ Արատայից են բերում, ասում են բերեք։ Անագ ասելով անագ տերմինի տակ իրենք հասկանում են ոչ միայն այն անագը, որ այսօր ենք հասկանում, նաև հասկանում են արճիճ, կապար։ Հիմա արճիճ, կապար, պղինձ, ոսկի, արծաթ, երկաթ, այդ բոլոր հանքերը Հայաստանում կան։ Այս ինչ որ թվարկեցի, հենց մի քիչ վերև Միջագետքից մի քիչ վերև, օրինակ Ծոպքում կա։ Բայց չէ՞ որ ամբողջ Հայաստանը պղնձի հանք։ Հա։ Հայկական լեռնաշխարհը ամբողջ։ Այնտեղ հստակ ասվում է, որ օրինակ Հերոսի զենքի երկաթը բերված է Զուբ լեռներից։ Իսկ Զուբը ծուփ մեծ հավանականությամբ ծոպքն է մեր։ Այսինքն հնարավոր չի որ այդքան մետաղներ մի տեղ լինեն եւ դա լինի Միջագետքից ուղիղ հյուսիս լեռնային երկրում եւ դա չլինի Հայաստանում։ Հնարավոր չի գետով, եփրատով բարձրանալ վերև, հասնել լեռնային երկիր, այնտեղ ունենալ պղինձ, արծաթ, ոսկի, անագ, երկաթ եւ դա չլինի Հայաստանում։ Այսինքն տեսականորեն նույնիսկ դա անհնար բան է։ Այդ Արատը։ Ուրեմն սրա հետ կապված դեռ սովետական միության ժամանակներից Մարտիրոս Գավուկչյանն էր ասում, որ բայց նա շատ մեծ էր պատկերացնում Արատայի տեղանքը, ընդհանուր միջև ասում էր մեծամորը։
մեր մեծամորն էլ է մեջը։ Մի խոսքով տարբեր հեղինակներ տարբեր տարածք են պատկերացնում կամ փորձում հիմնավորել։ Ինձ համար ավելի կարևոր է, որ մենք հստակ գիտենք, որ դա հայկական լեռնաշխարհում է, կարող է մեծ լինել տարածքը, կարող է փոքր։ Այնտեղ ասվում է Արարատը քաղաքի երկիր։ Այսինքն քաղաքը կենտրոնն է, որը շուրջը կա երկիր։ Այդ երկրի տարածքը մենք չգիտենք։ Ինչպես Հռոմը քաղաք է, բայց հռոմեական կայսրությունը կարող լինի շատ տարբեր, մեծ ու փոքր տարբեր ժամանակներում մեծանալ, փոքրանալ։ Այդ պետք մասով Արարատն արդյոք քաղաք էր թե կայսրություն եւ ինչ ժամանակների մասին ենք խոսում բանավձը։ Ուրեմն պատմաբանները միջազգայինորեն ընդունված է, որ 29-րդ դար մթա, մինչև 27-26-րդ դար մթա։ Այսինքն երրորդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ, առաջի կեսը, մեզնից 5000 տարի առաջ, համարյա 5000 տարի առաջ, վա մասին է խոսքը։ Ուրարտական, Շենգավիթյան, հա, այդ ամեն ինչից առաջ։ Չէ, Շենգավիթը բանից հին է, 4000 է։ Հա։ Ասենք Շենգավիթը ավելի հին է, քան Արարատն։ Ահա։ Բայց դե Ուրարտուն ուշ է։ Ավելի, հա, Ուրարտուն ավելի ուշ։ Այս նաև Արտակ Մովսիսյանը մեծ ներդրում ունի այս Արարատի հարցում, որ ոչ միայն ապացուցելու նոր փաստարկներ բերելու, նաև ռոպագանդելու իմաստով, որ կարևոր էր։ Բայց այն ժամանակ դեռ ես Արտակ Մովսիսյանի հետ որ խոսում եմ, ինքը ինչից էր օգտվում։ Բոլոր մեր հեղինակները, ինչպես աշխարհում բոլոր պատմաբանները, օգտվում են այն շումերագետների թարգմանություններից, որոնք թարգմանել են շումերերեն բնագիրը, բնագրից անգլերեն կամ գերմաներեն հրատարակել են, պատմաբանները դրանցից են օգտվում։ Ուրեմն շումերական բնագիր ասվածնել մի հատ ճշտենք ինչ է, որովհետև կա սալիկ կամ քար կամ կոնկրետ այս պոեմների դեպքում կավե սալիկներ, որոնց վրա սեպագրով գրված է։ Հնագետը գտնում է այդ սալիկը, վերծանում է, քանի որ ամեն մի սեպանշանը ունի նաև լատինատար իր անվանումը, նույն սեպանշանը, որպեսզի սեպանշանը չգծեն, լատինատար օրինակ ասում են, սա կուր սեպն է։ Գրում են կուր, լատինատար Կ ու Ռ, որ սա կուր սեպանշան է, կամ կուր երկու սեպանշան է, դա էլ ուրիշ սեպանշան է, համարակալել է, որ չշփոթել։ Այսինքն, այն բնագիր ասելով տվյալ դեպքում պետք է հասկանալ ոչ թե նաև այն կավե սալիկը կամ քարը, որի վրա գրված է, այլ այն ինչը որ արդեն տառադարձված է լատինատար։ Վերծանված է, այո։ Վերծանված է լատինատար։ Եվ սրանից է, որ արդեն թարգմանել են թարգմանիչները, եւ այդ թարգմանիչների թարգմանածից օգտվում են պատմաբանները, քանի որ պատմաբանները շումերը չգիտեն։ Եվ պարտավոր չեն։ Եվ որովհետև շումերներից թարգմանածները տարբեր են, կարելի է տարբեր եզրակացությունների գալ։ Այսինքն թարգմանությունների միջոցով հնարավոր է ճշտել ինչ-որ բաներ եւ աղավաղել։ Այդ պատճառով ես ժամանակին, երբ որ Արտակին ասեցի, բայց բնագրերեն նայել եմ, ասեց դու ես շումերերենով նոր զբաղվում, ասում ես շումերերենը հայերենը, դու պետք է կարդաս։ Բայց դա այն ժամանակ էր, երբ որ ես այդքան շումերեն չգիտեի, որ կարդայի։ Չգիտեի, ես ասում եմ, ես այդքան չգիտեմ, որ այդ նոր պտիս, բայց այդ ինչ որ ասում եմ, այդ 20 տարի առաջ էր, 20-25 տարի առաջ։ Հիմա գիտեմ արդեն, հիմա այնքան գիտեմ, այնքան ինքնավստահություն ունեմ եւ գիտելիք ունեմ, որ կարող եմ այդ քայլը անել։ Եվ ես որոշեցի, որ բոլոր այդ 4 պոեմները, ամբողջ Վիպասանքը, Արարատի պետքա թարգմանել հայերեն, ամեն մի հատիկ սեպանշանը ստուգել։ Ես հատ-հատ ստուգել եմ ամեն մի սեպանշանը։ Ամեն սեպանշանի հետ կապված ծանոթագրություն եմ գրել, երբեմն 4-5 էջ։
ամեն մի այդ ծանոթայությունը մի հատ գիտական հոդված է։ Թե սեպանշանը որ դեպքում ինչա կարդացվում, այս կոնտեքստում ինչպես պետք է սա հասկանալ, որ այսինչ թարգմանիչները այսպես են թարգմանել, բայց իմ կարծիքով սա սխալ է, որովհետև ճիշտ է այսպես պետք է լինի եւ բերում եմ իմ հիմնավորումները, այսինքն մենք պիտի ունենանք այդ բոլոր վիպերքի բոլոր հատվածների ամբողջական թարգմանություն եւ ամեն մի սեպանշանի վերլուծություն մանրամասն։ Այն ինչ որ ես անում եմ, առաջինը այդ 4-ից տպվել է արդեն, կոչվում է Լուգալբանդան լեռան քարայրում պոեմը։ Երկրորդը հույս ունեմ, որ կտպագրվի ապրիլ-մայիսին, այս տարվա ապրիլ-մայիսին, էլի տենց, այսինքն բուն պոեմի թարգմանությունը ավարտել եմ եւ նույնիսկ հրապարակվել է Նորք ժուրնալում, անցյալ տարվա վերջին համարում, բայց առանց ծանոթագրությունների։ Ես պատրաստվում եմ գիրքը տպել ծանոթագրություններով եւ մանրամասներով։ Եվ մնացած երկուսն էլ եմ անելու, որ մենք եւ մեր պատմաբանները այդ դեպքում լիքը նյութ կունենան, հուսալի, եւ հնագետները եւ բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով զբաղվում են, կիմանան թե վերջապես այդ շումերերը են բնագրում, ինչա գրած Արատայի մասին։ Պարոն Դավթյան, վստահ եմ, թե իմ, թե բազմաթիվ հետևորդների անունից շնորհակալություն ձեր արված աշխատանքի համար, որտեղ դա սերունդների համար է եւ մեր ազգի ինքնության վկայության բավականին լուրջ աշխատանք է։ Եվ պիտի վերադառնամ ամեն դեպքում այս հարցին, ինչ է Արատան։ Քաղաք, կայսրություն, ովքեր են այնտեղ ապրել, շումերները, որոնք հայեր են, թե մենք, որոնք շումերական արմատներ ունեն, համեցեք։ Կարող մի պարզունակ են հարցերս, բայց խնդրեմ։ Արատան քաղաք է եւ քաղաք պետություն, բայց որի սահմանները միայն քաղաքով չեն սահմանափակվում։ Ես արդեն Հռոմի օրինակը բերեցի, որ կենտրոնի անունով է կոչվում, բայց տարբեր ժամանակներում մեծ հավանականությամբ տարբեր սահմաններ է ունեցել, որովհետև դեռ Հայաստանը Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում Արտակ Մովսիսյանի գիրքներ, դեռ այնտեղ ինքը ցույց է տալիս, որ գաղափարագրերի մեջ, շումերական գաղափարագրերի մեջ Արատա եւ Շուբուր երկրները նույնացած են։ Ասենք նույն երկիրը կարող է գրեն Սուբուր, Սուբարի, Շուբուր, կարող է գրեն Արատա։ Այսա ինքը նկատել էր եւ ցույց է տվել հստակ աղբյուրներով, որ այստեղ գրած է Շուբուր, այստեղ գրած է Արատա եւ այլն։ Մենք տեսնում ենք Շուբուրի, մենք տեսնում ենք, հետագայում տեսնում ենք Սուբարտու, Շուպրիա երկիր եւ այլն ավելի ուշ։ Մենք տեսնում ենք, որ նույն անունով այդ երկիրը տարբեր ժամանակներում ունեցել է տարբեր սահմաններ։ Ինչը շատ բնական է, ոչ մի երկիր նույն սահմանները չի ունենում։ Տարբեր ժամանակներում ունենում է տարբեր սահմաններ։ Չկա այդպիսի երկիր, որ տարբեր ժամանակներում նույն սահմանները ունենա։ Բացի կղզի պետություններից, որ ինքը կղզի է, ինքը չի կարող ոչ մեծանա, ոչ փոքրանա։ Մնացած բոլորը կամ պարբերաբար մեծանում են, փոքրանում։ Այս իմաստով Արատայի պետք է վերաբերվել իբրև մի երկրի, որը ունեցել է մի քանի անուններ եւ որը պարբերաբար տարածքը մեծացել ու փոքրացել է։ Ինչպես հայկական լեռնաշխարհի որևէ այլ պետականություն կողքի կամ նույն պետականությունը, ինչն է այս պոեմներում հետաքրքիր եւ իսկապես ինձ համար ասեք, սենսացիոն։ Ձեր սիրած բառը ասա, որ ինձ համար զարմանալի եւ սենսացիոն, որ ուրեմն Ուրուկ քաղաքի թագավորը փաստորեն ձեռնոց է նետում Արատայի։ Այնտեղ թագավորը եւ քրմապետը նույն մարդ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունները միավորված են մեկ մարդու մեջ։ Ինքը եւ գլխավոր քուրմն է եւ թագավորն է, կոչվում է տեր, բառացի տեր տիրակալ։ Ինքը համ գլխավոր քուրմն է, համ թագավոր։ Դա
բան չի, այսպես զարմանալի չպետք է թվա, Ուրարտուում էլ էր այդպես գլխավոր քուրմը արքան էր։ Իմիջիալից նույնիսկ ասենք բանում էր այդպես ռուսական կայսրությունում ցարը եւ եկեղեցու գլուխն էր եւ դե հա, բայց ինքը չէր կրոնական այդ բաներն անում էլի։ Հա, նու հասկացանք։ ստատուսի մասին եմ ես խոսում։ Մի խոսքով այս թակավորը կամ տիրակալը Ուրուկի ձեռնոցան այդուն Արատայի ասում դուք պետքա ինձ ենթարկվեք, պետքա ինձ հպատակվեք։ Սա մի պայմանական բան ասեմ, բոլոր համեմատությունները պատմական այնքան էլ ճշգրիտ չեն, բայց որ պատկերացնենք։ Ինչպես հունական քաղաք-պետությունները կան փոքր, որոնք մի մշակույթի կրողներ են, մի լեզվի կրողներ են, բայց կա մի հատ հեգեմոն քաղաք այդ տեղացների մեջ։ Հենց հեգեմոն տերմինը այդտեղից է։ Այս մի քաղաքը կարող է թուլանա, մյուս քաղաքը ուժեղանա, նա է դառնում հեգեմոն այս քաղաքների կոնֆեդերացիայի մեջ։ Մոտավորապես այսպես Շումերում է։ Եվ Ուրուկը ուզում է վերցնի հեգեմոնիա։ Բայց ինձ համար զարմանալի է, որ ինքը դա փորձում է վերցնել Արատայից։ Այսինքն ստացվում է, որ Շումերի բոլոր քաղաքները Միջագետքում են, բայց հեգեմոն քաղաքը Հայաստանում է։ Հա։ Այդ ո՞նց է տենցել։ Հեգեմոն քաղաքը Հայաստանում է։ Արատան լեռնային երկրում է, իրանց մոտ չի։ Ու ինքը փորձում է Արատայից այս ամբողջ վիպերքը այն մասին է, թե ինչպես ինքը փորձում է Արատային հպատակեցնել ու վերցնել գերիշխանություն։ Հիմա հարց է ծագում, բայց ինչի է գերագույն գահը Արատայում եւ ոչ Միջագետքում։ Լավ հարց է։ Այդ ինչ ավանդույթ է, այդ որտեղից է գալիս եւ երբվանից է գալիս, որ այդպես է։ Եվ ինչու է այդպես։ Այնտեղ նաեւ մենք պետք է հասկանանք, որ քաղաքները իրանք տաճարի շունչ են ձևավորում։ Դա տաճարական համայնքն է։ Քաղաքը ունի ցանկապատ, բայց այդ պարիսպները այդքան պաշտպանական չեն, ավելի դեկորատիվ ծիսական են, կոնկրետ բանում, Միջագետքում, ոչ Հայաստանում։ Հայաստանում լուրջ բերդեր են դրան։ Այդ պարիսպից գյուղացիներն արոտներն են, դաշտերն են, որոնք էլի այդ համայնքի մեջ։ Այսինքն դրանք հոգևոր թեմեր են։ Ոնց որ այսօր Հայաստանում կա վայքի թեմ, Շիրակի թեմ, այդպես հոգևոր թեմեր են։ Բայց կա Էջմիածինը։ Գերագույն Դե հա, իհարկե։ Երեցգահը։ Հիմա այս սրանց երեցգահը Արատայում։ Այդ ո՞նց հատած։ Այս սա է, որ ինձ համար բան էր։ Բացառիկ բան էր։ Դուք գտաք այդ հարցի պատասխանը։ Այո, բայց որովհետև այն ինչ որ ես գրում եմ դրա ես եթե պատմական աշխատանք գրեի, աշխատություն։ Ասենք Շումերի քաղաքական պատմությունը կամ Շումերի քաղաքակրթական պատմությունը կամ հայկական լեռնաշխարհի ռում եղած պետականությունների պատմությունը, ես գուցե դա գրեի։ Բայց ես այստեղ ծանոթագրությունների մեջ պարզապես փորձում եմ ավելի այնքանով, ինչքանով դա կապված է տեքստի հետ։ Դա ինձ պետք է որպեսզի հասկանամ ինչ է կատարվում այդ պոեմի մեջ, հասկանամ, դի պատկերացրած ինչ է կատարվում, սյուժեն։ Այդ իմաստով մի ուրիշ բան էլ ասեմ։ Թագավորը, Ուրուկի թագավորը ասում է Արատան թող ինձ ենթարկվի, ուզում եմ որ Արատան ինձ ենթարկվի, դե Սուրհանդակ է ուղարկում, Սուրհանդակ։ Ասում է կգնաս կասես թող ինձ պիտի ենթարկվեն եւ այլն եւ այլն։ Այլ ասում է չենք ենթարկվելու, չենք հպատակվելու, ու կոպիտ ասած ասում է դուք ով եք որ մենք ձեզ ենթարկվենք։ Այդ բանա, դիվանագիտական տենց փոխհրաձգություն է, շատ հարգալից տոնով, բայց շատ խիստ։ Հա։ Տոնը պահում եմ, բայց շատ խիստ է խոսում։ Հիմա ինչն է այստեղ կարևոր, որ Ուրուկի թագավորը, որպեսզի հիմնավորի
որ ինքը այնքան կա, որ ինքը իրան ենթարկվեն, գիտեք ինչ ասում, երթվում ասում, ես Արատայում եմ ծնվել, ես Արատայի կաթն եմ խմել, Ուրուկի թագավորը, ասում ես այդ հողում եմ մեծացել, հասկանում եք ինչ է կատարում, Արատան այնքան կարևոր բան է, որ այն Ուրուկի թագավորը երթվում ասում է, ես ըտե եմ ծնվել, ըտե եմ մեծացել այդ հողի վրա, ըտեղի արդարկովի կաթն եմ կերել, Յանում պատկերացնում եք ինչ է կատարում, որպեսզի ինքը իրավունք ունենա իշխել։ Ինչ որ ազնվականության ստատուս ոնց է։ Ծագումը պետք է Արատայի ծագում ունենաս, թե դու չես կարող այդ գահին նստես։ Ծագումով դու պետք է Արատայից ելնես։ Եվ դրա համար է սա երթվում, ասում ես Արատայից եմ։ Ու այնտեղ եմ մեծացել։ Այստեղ սրանք նրբություններ են, որ մինչև թարգմանությունը հատ-հատ տող-տող չես անում, չես իմանում այդպիսի բաներ, որ արատացի դիլնես, որ քեզ ենթարկվեն, որ դու արքայի, որ դու գերիշխանություն ունենես, հակառակ դեպքում քեզ չեն ենթարկվում։ Դե հա։ Կամ օրինակ թարգմանչի արծ գոյություն չունի, երբ որ սուրանդակը գնում է, ուրեմն դիցուհին խորհուրդ է տալիս, ինանա դիցուհին ու պայմանական աստղիկ դիցուհի ասենք, Վեներա, խորհուրդ է տալիս, ասում մի հատ բան տղա ջոկի քո զինվորներից, պին տղա, որ կարին այդ սարերը վազի ու բան լեզվից էլ բանը լինել, ուժեղ լինի, կարին նորմալ խոսա, որ սուրհանդակ, որպես ուղարկի ասա, որ սենց, հասկանում եք, պատահական, ընդ որում շումերական սեպագրում տղամարդ եւ զինվոր գաղափարագիրը նույնն է։ Նույն բառը նշանակում է այր եւ զինվոր։ Քանի որ տղամարդը զինվոր է, ըստ իրենց ընկալման եւ այդ հասարակության մեջ։ Ասում եմ, որ գնաս քո զինվորներից մեկին կընտրես սուրհանդակ։ Նա գնում է ընտրում է վերջ այդ սուրհանդակը իր պարտականությունները շատ լավ կատարում, հարցը ծագում։ Եթե դու քո մարդկանցից որևէ մեկին կամ քո զինվորներից որևէ մեկին կարաս ընտրես, նշանակես սուրհանդակ ուղարկես Արատան գնա գա խոսա։ Ուրեմն լեզվի հարց գոյություն չունի։ Ստացվում է այդպես։ Ցանկացած զինվորի դու այնտեղ չի ասում կգնաս ինտելեկտուալ կընտրես, թարգմանիչ կընտրես, չգիտեմ լեզուներ իմացող նազիր վեզիր, չէ։ Ասում եմ նա պին տղա ջոգի, որ կարին այդ սարերը բարձրանում, մինչև լեզուն տեղը լինի, հա։ Այդքան բան։ Հասկանում եք։ Այսինքն ցանկացածը կարար գնալ այնտեղ խոսար։ Ու հետ գար ստեղ խոսար։ Սրանք նրբություններ եւ մանրամասներ են թվում, բայց սրանք առանցքային բաներ են։ Այս մարդիկ նույն լեզվով են խոսում, նույն աստվածներին են պաշտում։ Այն մեկի թագավորներ երթվում ասում են ես ձեր տանն եմ մեծացել, ես ձեր այդ հողի վրա եմ մեծացել, ես ձեր կապն եմ խմել, ես ձեր աղբերն եմ։ Ես այդ հողի հալալ տղեն եմ ոնց որ դուք։ Ինչ խնդրեմ կա։ Այս տեսակ խոսակցություն է գնում։ Ու այս խոսակցությունը մանրամասներն է, որ պատմաբանները չեն օգտագործել երբևէ։ Պատմաբանները ոնց է, նայում ասում են, ահա, ստեղ հիշատակվեց այսպիսի քաղաք կամ տեղանուն, փորձում են այդ տեղանունով ինչ որ բան։ Դե հա։ Դե էլի կարևոր է, նես չի որ քիչ է կամ փորձում են ինչ որ գլոբալ կարևոր բաներ վերցնել, ուշադրություն չդարձնելով, երբեմն չհասկանալով նրբությունները, նրբերանգները։ Երբ որ այդ մանրամասների մեջ շատ ավելի կարևոր ինֆորմացիա կա։ Դե այստեղ արտացոլվում է կենցաղը, միջազգային հարաբերությունները, ի վերջո, հա, կենցաղային մանրուք է, բայց կարևոր։ Ոնց են շփվել այս մարդիկ, լավ։ Ինչի է թշնամի, ով ձեռնոցան նետում մեկ այլ երկրի հանդեպ, ասում
փորձում արդարանալ կամ բարձրաձայնել, որ ինքը այդ երկրից է։ Ինքը հիմնավորում է, թե ինչու ինքը իրավունք ունի գահը։ Թեկուզ։ Գերագահություն ունենալու։ Ուրեմն կարևոր ուղերձ է, չէ՞։ Հա։ Եթե ինքը այնտեղ ծնված մեծացած ստատուս է, չէ՞, ոնց։ Եթե ինքը այնտեղ ծնված մեծացած չլինի, ասում այդ հողի վրա մեծացել այդ կատուն խմել, եթե այդ կաթը խմած չլինի, ինքը իրավունք չունի։ Կասեն դու ով ես։ Հետևաբար այդ ռեգիոնում դա ստատուս է եղել։ Բա ի՞նչ է։ Այսինքն, ահա այսպիսի բաներ կան, որոնք ստիպում են, ոչ թե ստիպում են այդ վիպերքը նորից մանրամասն ուշադիր կարդալ, այնտեղ շատ բան կա, շատ բան, բայց այդ շատ բանը իմանալու, քաղելու, վերցնելու, օգտագործելու համար պետք է մի հատ մենք քննական բնագիր ունենանք։ Ու թարգմանության է։ Պարոն Դավթյան, կներեք, էլի ուզում եմ հասկանամ, դուք Գիլգամեշն եք վերցրել, այսինքն տեղի հնչող բաներն եք, այդ երգերն եք վերցանել, թե ինչ որ սալիկներից եք թարգմանել։ Կարող է էլի անգրագետ հարց է։ Այդ հարցը շատ տեղին հարց է, եւ այդ հարցը անընդհատ ինձ տալիս է։ Դե մենք այդ ենք կարդացեք, գիտեք ուտնապիշտիմ գնում է անվճարական ծաղիկ եւ Հայաստանում։ Ոչ միայն Հայաստանում։ Այն ռուսերեն մի հատ լավ բառ կա, ռասկրուտկա։ Ռասկրուտկայա եղած Գիլգամեշը։ Որպես շումերական էպոս։ Հա։ Իսկ միտեղ Գիլգամեշը Լուգալբանդային, այդ որ արդեն թարգման է տպել են։ Հա։ Լուգալբանդան լեռան քարայրում։ Հիմա մյուսի կեսն էլ արել եմ, կոչվում է Լուգալբանդան եւ անզուր թռչուն։ Թե ինչպես թռչնի վրա նստած թռնում գնում է Արատա։ Արծվի վրա նստած։ Ոնց որ Թումանյանի ոսկի քաղաքի մեջ տղեն որ նստում է արծվի վրա, նստում է ոսկի քաղաքային գնում, Արատան այդ ոսկի քաղաքն է։ Այս մեր հեքիաթի այդ Լուգալբանդը ասում է իմ հերն է բանը։ Գիլգամեշը ասում է Լուգալբանդը իմ հերն է միտեղ, բայց արքայացանկում արանքում ոնց որ մեկը կա։ Դե այնտեղ հայրը բանի իմաստով էլ է, էլի իր նախնին, ասենք, մի մեծ հայրն է, պապն է, թե ուղակի հայրն է, այդքան կարևոր չի, ինքը ասում է հայր ամենայն։ Ու ասեմ, այս ինչ որ պատմում եմ, այդ Գիլգամեշի հերն է, պապն է, շատ ավելի լուրջ տղեկ են, քան Գիլգամեշը։ Դե շատ ավելի լուրջ բաներ են։ Դրանք Գիլգամեշի հերն ու պապն են։ Այս ինչ որ Մերն ու Սանասարն։ Ну մոտավորապես կոպիտ ասած քարանձավի մեջ փակված Լուգալբանդան ավելի արտավազդին է նման քարանձավի մեջ փակված։ Իսկ իր հերը են մեր քարը ավելի բանին Արտաշեսն է մեր, որ ոսկեող շիկա փոք պարանով սատենիկինա փախցնում եւ այդ բանն է։ Հետո հերած տեղից արտավազդին անիծում, նա որ ասում է, հա, հերած տեղից խոսալ անիծել է, դա մի հատ ուրիշ միֆոլոգիա է եւ այնտեղ աստվածներ են, բացի պատմական բաներից, այնտեղ դիցաբանական լուրջ եւ աստղային շերտեր կան բան, դա ես չեմ ուզի այդքան ծանրաբեռնենք հիմա նյութը, որովհետեւ խոսքը այս մասին է։ Այնքան արագ է անցնում ժամանակը, ես չգիտեմ էլի, հիմա մենք շումերական քաղաքակրթությունից խոսենք, չխոսենք, գուցե ընդհանուր առմամբ աղերսներ, զուգահեռներ անցկացնենք, մարդիկ հասկանան էլի վերջո, այդ թվում ես հայերից հետ ինչ կապ ունեն, մեր նախնիներն են, թե նույն ազգն են, եթե այո, ապա ոնց է շումերը դարել հայ, եւ այլն եւ այլն։ Խնդիրը հետեւյալն է։ Հայկական լեռնաշխարհից աստիճանաբար իջել են ներքև երկրագործներ եւ նաեւ անասնապահներ, որոնք նույն իրանց աստվածների, նույն իրանց դիցարանը, նույն իրանց լեզուն, իրանց աման-չամանը, այդ կավե սալիկները, այդ ամեն ինչը տարել են իրանց հետ։ Այնտեղ շումերի տարածքում քար չկար, որ քարի վրա գրեին։ Ոնց որ ստե ժայռապատկերներին գրում են։ Եվ բայց շատ կարևոր բան էր
խեցեգործությունը, որ սկսվում է, մենք Հայաստանում քրեղանների վրա արդեն տենում ենք այդ սեպերով նախշերը։ Կարասներ են կամ չգիտեմ կժեր են, բայց հիմնականում քրեղանները վրան նախշեր։ Շումերում արդեն ոչ թե այտենց թասի կավի վրա են արդեն նախշեր անում, այլ այնտեղ արդեն արվում է այդ գյուտը, որ ուղիղ տափակ սալիկի վրա կավե սալիկի վրա կարելի է գիր գրել։ Այն նշանները, որ առաջ դնում էին կավե խեցանոթի վրա, որ էլի նշաներ, գիրեր, բաներ, արդեն ավելի կատարելագործված դնում են արդեն հարթ տարածքի վրա, որտեղ կլորը խանգարում է, ինչի, ավելի ծիսական է, այստեղ ավելի կենցաղային է։ Հարթ սալիկի վրա սկսեցին թաց սալիկի վրա գրել։ Դա շումերում է տեղի ունեցել, այդ գյուտը, այդ անցումը։ Այնտեղ է տեղի ունեցել, բայց մարդիկ ինչ են արել։ Մարդիկ ստեղծել են գրային համակարգ, որը բնականաբար իրենց լեզվի հիման վրա է ստեղծել, ուրիշ լեզվի հիման վրա չէ ստեղծել այդ գիրը։ Եվ այդ գիրը այդ գրական լեզու են ստեղծում, որը հետո դառնում է պաշտամունքային, ծիսական լեզու, գիտական լեզու եւ այլն, գրական լեզու։ Եվ այդ գրական լեզուն շումերերեն կոչվում է լեզու գիր։ Գիր 15 սեպանշան է։ Որովհետեւ գրեն շումերերը, գրում են լեզու գիր, բոլորը, ակադներ, բոլորը, որովհետեւ գրեն, ասենք այս տեքստը շումերերն է, գրում են լեզու գիր։ Գրի լեզու։ Ոնց որ մենք ասում ենք գրապար։ Հա։ Կամ գրական հայերեն։ Գրի լեզու շումերն։ Ու հենց այդտենց է գրած է գիր, որը հայերեն գիր բառն է։ Այս մարդիկ իրենց լեզվի հիման վրա ստեղծել են գիր, եւ դա հայախոս, հայալեզու մարդիկ են։ Ինչու եմ ես այդքան վստահ ասում, որովհետեւ մի լեզվում արկա համանունները չեն կարող կրկնվել մեկ այլ լեզվով։ Եթե կրկնվում են, ուրեմն դա նույն լեզուն է։ Այդպիսի պատահական զուգադիպություն չի լինում։ Երբ որ դուք ունեք տասնյակներով, հարյուրներով համանունների զուգադիպություն։ Մի օրինակ ասեմ, որ մեր ընթերցողները պատկերացնեն։ Համանունը այն է, երբ որ նույն բառը նույն ձևի է հնչում, բայց լրիվ ուրիշ իմաստուն։ Օրինակ, այր տղամարդ, այր քարանձավ եւ այրել։ Եթե մենք այդ բառը ասենք այլ լեզվով, ռուսերեն, անգլերեն, այդ բառերը լրիվ տարբեր կերպ կհնչեն։ Իհարկե։ Իմաստային լրիվ ուրիշ բան է։ Հա։ Եթե նույն սեպանշանով Հիմա մենք էլ տառերով որ գրում ենք, ո՞նց են գրում այր տղամարդ, այր քարանձավ, այրել։ Մենք ո՞նց ենք իմանում, որ դեպքում ինչ իմաստն է։ Նախադասության ընդհանուր համատեքստից հասկանում ենք։ Այդտեղ խոսքը քարանձավի մասին է, թե տղամարդու մասին է։ Այդպես իրանք էլ նախադասության համատեքստից հասկացել են։ Բայց համանունները դա ապացույց է, որ դա հայերեն է։ Ես բանում առաջին անգամ այդ լավ օրինակ էր, ես շշմել էի։ Անգլերեն Ամերիկայում ֆրիվեյով գնում ենք, մեծ մի հատ վահանակ էր, գովազդային վահանակ էր, որը 4 թիվ էր նկարած ու you տառն էր գրած, որ պիտի անգլերեն կարդաս for you։ Հա։ For բառը 4 թիվն էին գրել, որով հնչեցնում են լրիվ ուրիշ բառ։ Համար, քեզ համար։ Հա, for you։ You տառը իր անունն էլ օգտագործել էին you բառը գրելու համար։ Սա հնարավոր է մենակ անգլերեն։ Եթե դուք այդ գրածը 4 you գրածը կարդաք ցանկացած այլ լեզվով, կստանաք ապուշություն։ Անհետեցություն կլինի, ոչ մի իմաստ չի լինի։ Բայց անգլերեն դա մի ամբողջ դարձված կա for you։ Այո։ Երկու նիշով։ Հիմա, եթե մենք ընդհանուր իմաստն էլ գիտենք այդ ֆրազի, ու գիտենք, որ 4 թվով գրում են նաև համար իմաստը, օրինակ for you, քեզ համար, for you։ Այդ ուրեմն հաստատ անգլերենն է, չի կարա ուրիշ լեզու լինի։ Այդ հաստատությամբ հայերեն է եղել։ Մի հայերենի պարագա, այս մի հատ օրինակը բերեցի, որ ցույց տալու համար, որ դա հնարավոր է միայն անգլերեն։
որտեղ 4 թիվը թվի անունը պատահաբար այդ ուրիշ բառի հետ է։ Եթե գրավոր գրեն for 4 եւ for you ուրիշ կերպ է գրվում։ Հա։ Ուրիշ կերպ է գրվում, բայց արտասանելուց նույնն է։ Շումերերենում ահա այդպիսի համանունները, որ նույն անունը ունի, բայց ուրիշ իմաստ ունի։ Շումերեն հայերեն համանունների շարքը տասնյակներով չեն, հարյուրներով է։ Ես ես մի օրինակը բերեցի անգլերենի վրա, ասելու եմ, որ դա միայն անգլերեն կարող լինի եւ չի կարող լինի ուրիշ բան։ Բայց այտենց մենք ունենք ոչ թե մի հատ, ոչ թե երկու հատ, ոչ թե 10 հատ, ոչ թե 20 հատ, ոչ թե 100 հատ, ոչ թե 500 հատ, 500 հատ օրինակ ունի։ Դա չի կարող լինի ուրիշ լեզու։ Որ միայն հայերեն է այդ։ Միայն հայերենում է հնարավոր, որ այդ երկու իմաստները նույն ձևի հնչեն եւ տարբեր բան նշանակեն։ Հետևաբար սա մեզ իրավունք է վերապահում ենթադրելու, որ հայերենն է, հա, շումերերենը դա հայերենն է։ Ոնց որ առնվազն շումերները խոսել են հայերեն։ Սենց ասենք։ Ինչպես 5-րդ դարի գրափարը այն ժամանակվա հայերենն է, 5-րդ դարի հայերենն է գրափարը, որը ահագին փոխվել է մինչև այսօր։ Դե իհարկե։ Հա, բայց էլի հայերենն է։ Սեղանը սեղանա, մարդը մարդա, ծառը ծառա, գրափար։ Շենքը շենքա։ Ամպա ամպա։ Քերականությունը շատ է փոխվում, բայց դա հայերենն է եւ հայ մարդիկ են։ Հաստատ գիտենք, որ հայ մարդիկ են, չէ՞, իրանք են մեզ սովորացնում, որ թե հայը ոնց պիտի լինի, ասենք, Մաշտոցը խորենացին բան 5-րդ դարում։ Դա այն ժամանակվա հայերենն է։ Շումերերենն էլ ասենք մթա 30-րդ դարի, 25-րդ դարի հայերենն է, հետո 20-րդ դարի հայերենն է մթա։ Եթե առաջ մենք կարծում էինք, որ մեր ինֆորմացիան հայերենի մասին սկսվում է 5-րդ դարից, հիմա մենք ունենք հայերեն տեքստեր 25-րդ դար մթա, 20-րդ դար մթա, 18-րդ դար մթա։ Ազգային ինքնագիտակցության հարցը ուրիշ բան է, որտեղ մարդիկ ազգի իրանք ազգին, թե ինքը ինչ է որպես ազգ, այդ ազգը իրանք ինչ է ներկայացնում։ Ազգային ինքնագիտակցությունը մի քիչ ուրիշ հարց է, բայց որ դա հայոց լեզու է, հաստատ։ Ազգային ինքնագիտակցությունը ինչի եմ ասում ուրիշ է, որովհետև այդտեղ կրոնական հարցեր կան, ուրիշ շատ հարցեր կան։ Ինձ համար, անձամբ ինձ համար Մաշտոցը, Խորենացին, Կոմիտասը, Թումանյանը, այդ բոլորը իմ ազգային գիտակցության մաս են, առանց դրա ինչ հայ։ Իհարկե։ Հիմա բայց նրանք բան են, առանց դրա են, առանց Մաշտոցի են, առանց Թումանյանի են, առանց Կոմիտասի են։ Իրանք ունեն իրանց Կոմիտասը, իրանց Մաշտոցը, իրանց Նարեկացին, իրանց Խաչատրյանը, որոնց մենք հələ չգիտենք, լավ չգիտենք, բայց դրա համար եմ ասում, որ ազգային ինքնագիտակցության հարցը շատ ավելի բարդ, խորը, լուրջ, մի քիչ ուրիշ բան, բայց որ այդ մարդկանց լեզուն հայերենն է, դա հաստատ։ Պարոն Դավթյան, չափազանց հետաքրքիր է, ժամանակը մեզ սեղմում է, բայց մի քանի րոպե նվիրենք այդ ձեր թարգմանած պոեմների մեջ առկա ավելի լայն լսարանին հետաքրքիր մի քանի թեմայի, եթե կարելի է, որ էլի հպարտանալու կա, որտեղ մարդկանց բովանդակությունն է հետաքրքիր, թե ինչ եք թարգմանել, ինչ հետաքրքիր բացահայտումներ եք արել, ինչ ենք մենք իմանում ձեր թարգմանությունների շնորհիվ։ Լավ կլներ, որ Եթե կուզեք սա առանձին հաղորդում անենք։ Չէ։ Էս էլ քիչ չի։ Ես ուղղակի մտածում եմ, որ մեզանում այս վերջերս մի քիչ բան կա։ Զլանում են կարդան։ Ասում են, այս հաստ գիրքը կարդալու տեղ, արի դու մեզ 2 բառով ասա։ Դուք էլ անոնս արեք, ավելի հետաքրքրացրեք։ Ես էլ ասում եմ, հետո մտածում եմ, մարդ ասեցի, էլ չեն գնա կարդան։ Բայց ամեն դեպքում ինտրիգը պահեք, կարճ ասեք, հետաքրքիր, թող գնան կարդան։ Օրինակ, այնտեղ պատմում է, թե ինչպես իբր առաջին անգամ սեպագիրը ստեղծվեց, ինչպես գրեցին առաջին անգամ կավի վրա։ Այսինքն, այդ պոեմները նաև պետք է հաշվի առնել, որ անընդհատ արտագրվել են եւ դա արել են Ուրուկի թագավորների սերունդները։
որպես իրանց մեծ նախնիների հերոսական գործեր եւ մշակութային եւ գիտական եւ քաղաքական, այսինքն իրանք մեծարել են իրանց նախնիներին։ Պետք է նաեւ չմոռանանք, որ Ուրուկը իսկապես երկար ժամանակ բան է ունեցել, մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ Միջագետքի վրա։ Եվ այդ երկրի անունը, որ առաջ կոչվում էր Միջագետք, իմիջիայլոց մի 18 թվին էլ էր կոչվում Միջագետք։ Հիմա կոչվում է Իրաք։ Այդ Իրաքը հենց այդ նույն Ուրուկն է։ Ուրուկ քաղաքիքը իր թագավորական դինաստիան, որ կամաց սկսեց բան անել, ուրիշների վրա ավելի շատ ազդել եւ մշակութապես եւ քաղաքականապես եւ ամբողջ երկիրը սկսեց կոչվել իրանց անունով։ Այսինքն իրանք այդպես լուրջ դինաստիա է։ Այդ որ անա այդ իրանց այդ ամենամեծ թագավորներից են մեր կարևոր ասում է, ես Արատայի կաթն եմ խմել, այդ Արատայի հողում եմ մեծացել, իրանք սարքեցին Ուրուկը այնպեսին, որ այսօրվա Իրաք անունը ամբողջ երկիրը կոչվեց իրանց։ Այսօր չէ, այսօր այդ նույն Ուրուկն է։ Այսինքն իրանք այդքան լուրջ տղեկ էին։ Եվ իրանք պատմում են, թե ինչպես է նաև իրանք են գիրը ստեղծել, սեպագիրը, այդ կավի վրա գրելու այդ բանը։ Թե ով է ստեղծել, մենք չգիտենք, բայց որ իրանք իրանց են վերագրում դա, դա էլ է կարևոր։ Դա կարևոր մշակութային, քաղաքակրթական նվաճում է, որ տվյալ դինաստիան վերագրում է իրան։ Ժողովրդին ասում է, ես եմ քեզ տվել։ Ոնց որ բան էր, գիտես ինչ հիշեցի, այդ նույն պոեմի մեջ կա հայ աստվածը եւ հայ աստծո կինը Նիսաբա դիցուհին, որը բան է։ Իմիջիայլոց որպիսի դպիրները հաջողություն ունենան իրենց գործի մեջ, իրանք աղոթում են հայ աստծուն եւ նրա կնոջը, հայ աստվածը եւ նրա կինը, նա որ իրենց սովորացրել է այդ գիր գրականություն եւ այլն։ Եվ հատկապես կինը Նիսաբա դիցուհին հայ աստծո կինն է, որ կոչվում է նաեւ բան եղեգը որ բան գրիչ որպես բանի դպրության եղեգ, դպրության տախտակ են իրան ասում։ Այդ բոլորը կան Աստված դիցուհին կա դպրության։ Մեկ էլ ինքը ստեղծում է գիրը, այդ թագավորը։ Բանը հիշեցի ես, միշտ հիշեցի մեր պատմությունը, որ տիր Աստվածը կա, դպրության տիր Աստվածը կա, բայց գիրը չկա։ Հետո ստեղծում է Մաշտոցը։ Հետաքրքիր է։ Այնտեղ էլ է տենց, գրի Աստվածը կա, Աստվածուհին կա, աղոթում են, շնորհակալություն են հայտնում, մեկ էլ այս թագավորը ստեղծում է գիրը։ Այդ շատ հետաքրքիր պահ։ Եվ չեմ ուզում ավարտենք, եւ ուզում եմ ավարտենք, այսքանը մարսենք։ Հարցերը թող հնչեն մեկնաբանություններում, ուրախ կլինենք ու շնորհակալ, որ պարոն Դավթյանին ուղղված եւ առհասարակ ձեր մտքերը ձևակերպեք եւ այնքան շատ լինեն դրանք, որ դրանք ստիպեն պարոն Դավթյանին եւս մեկ անգամ մեզ հյուրընկալվել եւ առաջիկայում ել ավելի մեծ բացահայտումներ անել եւ այդ ահռելի աշխատանքը որ անում եք ցույց դնել հանրությանը, բայց գիրքը կարդալուց հետո իհարկե։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն պարոն Դավթյան, թե ձեր արված աշխատանքի, թե մեզ ժամանակ տրամադրելու եւ հյուրընկալվելու համար։ Բարեկամներ, սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Այսօր չեմ վարանի այդ բառից, այո, սենսացիոն բացահայտումներ արեցինք։ Դրանց մի մասը գուցե մեզ ոմանց ցնցեցին, ոմանք հպարտություն ապրեցին, բայց ամեն ինչ դեռ արժևում է։ Մեզ հյուրընկալվել էր բանասեր, շումերագետ Արմեն Դավթյանը։ Շնորհակալ ենք նաև ձեզ, որ հետևեցիք եւ հաղորդումը դիտեցիք ու ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։